Սանիտարական ավիացիան միտված է ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդների եւ տուժածների արագ եւ պրոֆեսիոնալ տեղափոխման համար երրորդ կարգի վերակենդանացման բաժանմունքներ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններ ախտորոշման եւ նեղ մասնագիտացված բուժման համար։ Գրանցվում է կանչ։ Կանչը ստանալուց մաքսիմում 30 րոպե անց ուղղաթիռը ժամանում է Երևանի բժշկական կենտրոն իր հարթակ, այրեջքի։ Մեր բրիգադը արդեն այդ ընթացքում պատրաստում է ողջ սարքավորումները, գործիքները, վերցնում ենք մեր համապատասխան դեղորայք եւ այլ պարագաներ եւ 30 կանչը ստանալուց 30 րոպե անց մենք արդեն թռնում ենք դեպի նշանակված վայր։ Սանավիացիայի ուղղաթիռները եւ նաեւ ինքնաթիռները դրանք հատուկ կատեգորիայի տրանսպորտային միջոցներ են, հատուկ արտադրված եւ նախատեսված համապատասխան խնդիրը լուծելու համար։ Մեր ինքնաթիռը ավելի շատ հարմարեցված աերոբուս տիպի ինքնաթիռ է։ Մենք կարողանում ենք տեղափոխել մեկ հիվանդ մաքսիմում մինչեւ 120-150 կիլոգրամ քաշով։ Մենք ունենք շարժական թոքերի արհեստական շնչառության ապարատ Hamilton T1, մենք ունենք մոնիտորինգի համակարգեր, մենք ունենք համապատասխան դեղորայք եւ կարողանում ենք ապահովել հիվանդի եւ տուժածի տեսական կարևորության նշանակության օրգան համակարգերի գործունեությունը աշխատանքը թռիչքի ողջ ընթացքում։ Սահմանափակումը երևի թե եղանակային պայմաններն են, թռիչքային պայմանները, որովհետեւ սանավիացիան գործում է բացառապես լավ եղանակային պայմաններում, լուսավոր ժամանակում օրվա, մոտավոր ամսվա կտրվածքով երևի 5-10 թռիչք կարող է լինել ամառային ժամանակաշրջանում, ձմեռային ժամանակաշրջանում եղանակից էլի կախված ավելի հազվադեպ։ Մեղրի ագարակից սև կարիճի գծած էկզոգեն թունավորման դեպքը երիտասարդ տղա 23-24 տարեկան եւ բավական պրոֆեսիոնալ կարողացանք տեղ հասնել, օգնություն ցուցաբերել եւ տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն տոքսիկոլոգիա։